Վիչենցա Վենետիկից 25 մղոն հեռավորության վրա գտնվող այս քաղաքը համաշխարհային ճարտարապետական զբոսաշրջության առաջատար վայրերից է։ Ահա թե ինչու Անդրեա Պալադիոյի աշխատանքներից շատերն այս քաղաքում են եւ դրա շրջակայքում։ Անդրեա Պալադիոն ծնվել է 1508 թվականի նոյեմբերի վերջին Պադուայում։ Նա քարտաշի աշակերտ էր, իսկ հետո փորագրիչ։ Եվ միայն 30 տարեկանում է սկսել ինքնուրույն շենքեր նախագծել։ Աշխատանքային գործունեության հաջորդ 40 տարիներին Պալադիոն նախագծել է մոտ 40 վիլլա, մի քանի քաղաքային առանձնատներ եւ մի քանի եկեղեցի։ Ցուցակը մեծ չէ հաշվի առնելով այն ժամանակներում ընթացող շինարարության ծավալը։ Կարիերայի ընթացքում ունեցել է թե մասնագիտական հաջողություններ, թե ձախողումներ։ Եվ վերջապես 60 տարեկանում նա դարձավ Վենետիկի այն ժամանակների ամենահարուստ եւ հզոր քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Պալադիոյի տեսլականը ճարտարապետության վերաբերյալ գրեթե հիմնովին հակադրվում է մերօրյա հայացքներին։ Գաղափարներից մեկն այն է, որ ճարտարապետությունն ունի հստակ նպատակ՝ օգնել մեզ դառնալու ավելի լավը։ Պալադիոն կարծում էր, որ մենք պետք է կառուցենք մեր եւ ուրիշների լավ հոգեվիճակը քաջալերելու նպատակով։ Մասնավորապես ճարտարապետությունը կարող է մեզ օգնել հոգեբանական 3 առաքինությունների ձեռքբերման հարցում՝ հանգստություն, ներդաշնակություն եւ արժանապատվություն։ Հանգստության հասնելու համար նա պարզեցնում է ճարտարապետական լուծումները։ Սենյակում բոլոր տարրերը կենտրոնացված են հավասարակշռված համաչափ։ Նա օգտագործում է բացառապես պարզ երկրաչափական պատկերներ։ Պատերը հիմնականում հարթ են, կահույքը սակավ։ Տեղանքի պարզությունը նախատեսված է մեզ հանգստացնելու համար, հրավիրելով կենտրոնանալ եւ ավելի քիչ շեղվել։ Ինչ վերաբերում է ներդաշնակությանը, Պալադիոն ուղղակի ձգտում էր, որ շինության բոլոր տարրերը կատարելապես համապատասխանեն միմյանց։ Նա գրել է. «Գեղեցիկ շենքը պետք է ներկայանա որպես կատարյալ ու ամբողջական մարմին, որի յուրաքանչյուր մասն այնքան ներդաշնակ է մյուսի եւ ընդհանուրի հետ, որ դա բացարձակ անհրաժեշտություն է թվում։ Պատուհանի դիզայնը բխում է դռան դիզայնից։ Յուրաքանչյուր բացվածք հավասարեցված է մյուսի հետ, յուրաքանչյուր սենյակ ունի պարզ, հստակ ձև։ Դռները միշտ մեկ շարքով են։ Շենքը ստեղծում է մի միջավայր, որտեղ ստանում ենք ամենակարևոր բաների միավորման սահմանափակ, բայց իրական զգացողություն»։ Պալադիոյի ճարտարապետության հավակնություններից մեկն էր արժանապատվորեն ներկայացնել կյանքի այն կողմերը, որոնք անարդարացիորեն անվայելու չէին համարվում։ Բարբարա վիլայում Վենետիկից մոտ 40 մղոն դեպի հյուսիս գտնվող գյուղական ագարակատան ամբարները, ախորներն ու հացահատիկի շտեմարանները նույնքան տպավորիչ են, որքան տիրոջ ոչ այնքան մեծ տունը։ Թաքցված կամ հեռավորության վրա կառուցված լինելու փոխարեն այս գործող շինությունները ներկայացված են որպես պատվարժան ու կարևոր։ Նա չէր քողարկում ագարակի կիրառական լինելը, ավելի շուտ ցուցադրում էր դրա իսկական արժանապատվությունը։ Հետևելով հին դասական ավանդույթին, Պալադիոն կարծում էր, որ շինությունները պետք է օգնեն փոխհատուցելու մեր թուլությունները, քաջալերելով մեզ լինել ավելի հավաքված, հավասարակշռված եւ չափավորված, քան մեզ հաջողվում է լինել։ Մեզ հանգստավետ, ներդաշնակ եւ հուսալի շենքեր են պետք, որովհետեւ մենք ինքներս հիմնականում այդպիսին չենք։ Ճարտարապետությունը կոչված է մարմնավորելու մեր լավագույն հատկանիշները։ Կատարյալ կառույցը նման է կատարյալ մարդու։ 1570 թվականին Պալադիոն հրատարակեց իր 4 գրքերը ճարտարապետության մասին։ Դա how-to ժանրի վաղ եւ շատ ակնառու օրինակ է, այն հրահանգներ է տալիս, թե ինչպես պետք է կառուցել։ Սա գործնական ուղեցույց է, որտեղ նշված են եւ հիմք փորելու, եւ ցեմենտի որակը որոշելու, եւ պատերի կառուցման եւ հատակների երեսպատման հուսալի եղանակները։ Նա մշակում է նաեւ համամասնության կանոններ, հիմնված մաթեմատիկական պարզ հարաբերակցությունների վրա, յուրօրինակ տեսողական ներդաշնակության հասնելու համար։ Ոճային շրջակայքը ամենակարևորը չէ, առանց դրա էլ պատուհանի բացվածքը գեղեցիկ տեսք կունենա, որովհետև այն ներդաշնակ են դարձնում համամասնությունները եւ ոչ թե զարդարանքը։ Փաստորեն նույնքան գեղեցիկ շենքը կարող է շատ ավելի էժան կառուցվել, ինչը Պալադիոյի գլխավոր մտահոգություններից էր, քանի որ նույն համամասնությունները գեղեցիկ են անկախ նրանից շենքը պատրաստված է մարմարից, աղյուսից, բետոնից թե փայտից։ Դրանք պետք է լինեին համաչափ, մեկ կողմում ունենային 3, 5 կամ 7 պատուհան, միայն ոչ զույգ թիվ։ Սենյակը պետք է ունենար երկրաչափական պարզ կառուցվածք։ Երկարությունը պետք է կազմեր լայնության 3/5-ը, բարձրությունը լայնության 3/5-ը։ Պալադիոն իրեն արհեստավոր էր համարում։ Նա պարզապես հետևում էր մի շարք կանոնների, որոնց կարող էին հետևել նաև ուրիշները։ Նա չէր կիսում այն միտքը, որ ճարտարապետությունը հատուկ շնորհ է պահանջում։ Գրքի գաղափարն այն էր, որ արտաքնապես պերճաշուք շենքերը կարող էին դառնալ ստանդարտ, ինչպես դա տեղի ունեցավ 18-րդ դարում Լոնդոնում եւ շատ այլ քաղաքներում, հիմնականում Պալադիոյի ազդեցության շնորհիվ։ Պալադիոյի գաղափարները կիրառվել են դարերի ընթացքում, բայց դրանք իրապես պալադյան են դառնում, երբ շենքերն ունեն սյուներ կամ հնագույն տաճարներ են հիշեցնում։
Շենքերը պալադյան են, երբ դրանք նվիրված են հանգստությանը, ներդաշնակությանը եւ արժանապատվությանը, հիմնված այն կանոնների վրա, որոնք կարող են եւ պետք է լայնորեն վերօգտագործվեն։ Հենց այդ ժամանակ է, որ նրանք ցուցադրում են նույն հիմնական հավակնությունները, որոնց գլխավոր ջատագովն ու ներկայացուցիչն է Պալադիոն։ Եվ պետք է բնական լինի, որ շենքերը ներկայացնեն մեր ամենահանգիստ եւ արժանապատիվ եսի հրապուրիչ դիմանկարը։